Ողջույն, ես Նազենին եմ, այսօր TV տաղավար հրավիրել ենք հյուր, մեր հյուրը պիտի շողոքնեմ։ Մենք ուզում ենք իմանալ տեղեկատվություն ծաղիկների մասին։ Սիրով պատասխանենք ձեզ ու զորակցերին և միաժամանակ մեր իմացած գիտելիքների իմաստը կփորձենք այս կարգավորական հատվածում ձեզ տեղեկացնել նրանց մասին։ Ինձ օգնելու է Լյուբան Լանդենյանի անդամ է, շատ ակտիվ անդամ է և մենք միասին շատ աշխատանքներ ենք տարել արհեստների քոլեջի ջերմոց լաբորատորիայում, ես հրավիրում եմ բոլորի ջերմոց լաբորատորիա, այնտեղ հրաշալիքները և այնտեղ են ծանոթանալ մնացած ծանոթների մասին, որը դուք չունեք և մենք ձեզ անպայման կնվիրենք ծաղիկներ ու դուք կբերեք ծաղիկները կազմեցնեք և միջավայրում։ Կարող եք նաև ունկանել իրենց ծաղիկները և նայիկները։ Մենք առանձնացրել ենք 3 տեսակի ծաղիկներ, դրված են 4-ը, բայց 2 ծաղիկները սրանք տրադեսկանցիաներ են, կանաչ տրադեսկանցիա և զեբրինա է կոչվում, շատ գեղեցիկ բույս է և ասեմ, որ շատ բուժիչ բույս է համարվում, անվնաս բույս է։ Ժամանակի մեր տատիկները շատ են ունեցել իրենց տանը նման բույսեր, հայերեն բամբասանք են անվանում, այդպես են դրանք թարգմանել, երևի հարմար գտել, չգիտեմ, բայց իրական անուն տրադեսկանցիա, տրադեսկանցիա զեբրինա և կանաչ տրադեսկանցիա, սովորական տրադեսկանցիա։ Ասեմ, որ շատ հեշտ են բազմանում, այդ հիմա ձեր ունեցած ձեռքի տակ այս տրադեսկանցիա, մենք հետո եթե ժամանակ ունենք, լավ է, երկարասիրուն է, մենք սրանք կկտրատենք և կդնենք այլ հողի մեջ, կարող ենք դնել ջրի մեջ, կարող ենք դնել ավազի մեջ։ 3 պայմաններում է տրադեսկանցիան շատ արագ արմատակալում է և դուք ունենաք միանգամից այս մեկի փոխարեն տասնյակ տրադեսկանցիաներ։ Այդպես են բույսերը բազմացնում։ Նույնը կարելի է ասել կանաչ տրադեսկանցիայի մասին, ասեմ նաև, որ շատ հեշտ խնամվող բույս է։ Պարզապես ձեր մատիկներով պետք է նայեք չորացել է հողորթելով, շատ կարևոր է, որպեսզի ոչ շատ ջրվի բույսը, որ նեղի նրա արմատները և որպեսզի չչորանան, չցամաքեն նրանց տերևները, չջրազրկվեն այսինքն նրանց տերևները։ Ուրեմն պայմանավորվեցին բույսը, որպեսզի իմանան ժամանակն է ջրելու, թե ժամանակը չէ, անպայման պետք է մատիկով նայել, բլեքի այն է, տեսնենք, կարող ես որոշել այս բույսը հիմա կարելի է ջրել, թե ինքը թոցով է։ Թացը չի կարելի ջրել իրան, որովհետև կարող է նեղել, այդպես ենք որոշում, իսկ եթե չոր լինի, անպայման պետք է ջրի, ասում են ջրել։ Իմ ձեռքում է գտնվում քլորոֆիտում բույսը։ Քլորոֆիտում բույսի մասին այդքան բուժիչ հատկություններ փորձել եմ ձեռք բերել սովորողների հետ, բայց դեռևս չի հաջողվել, բայց ունի մի հատ շատ լավ օգտակար հատկություն։ Այս բույսը մաքրում է ձեր շրջապատը վնասակար գազերի արտաթորած այդ էլեմենտներին։ Այսինքն սա պետք է պահել սենյակում, պետք է պահել խոհանոցում, որովհետև իր վրա է կրում գազի արտադրած թունավոր վնասակար էլեմենտները։ Եվ միաժամանակ հիվանդագին, ինքը վիրուսային այդ էլեմենտները նորից վերցնում է իր վրա, ձեր ձերբազատելով շատ հիվանդություններից։ Լյուբա, ես դու ծաղիկ սիրում ես։ Այո, ես շատ եմ սիրում ծաղիկներ, ես այցելում եմ Գարդենիա ակում։ Հուշեմ, որ շաբաթ կիրակի օրերին են Լյուբան անգամ գալիս, մենք այդտեղ աշխատում ենք շաբաթ կիրակի օրերին։ Բույսերը ո՞նց են աճում։ Բույսերը ես կարող եմ հարցը մի քիչ sense ձևակերպել փոխել, հա, ինչպես են բազմանում բույսերը, երևի թե, հա, որովհետև աճում են սովորական, մեծանում են, ինչպես են բազմանում բույսերը, բազմանում են սերմերով, տերևներով, որքան որ զարմանալի այլ տերևներով, կտրոններով, գիտեք կտրոնը որն է, երբ որ բույսի մի մասից կտրում առանձնացնում են, հա, մի փոքրիկ մաս և փորձում են դրանով բազմացնել բույսը։ Այն մենք հետազոտական աշխատանքներ ենք կատարում, թե որ պայմանում է բույսը ավելի լավ ավազի մեջ, խոնավ ավազի մեջ, ջրի մեջ, արմատակալեցնելու պրոցեսն է, թե հողի մեջ, և հետևություններ ենք անում, այ որ մեծանանք մենք ձեզ հետ կկատարենք նման աշխատանք։ Կամի կամատիկ ասենք։ Ասա։
Բույսերը աճում գունավորում եք, այս աճերում որոշակա բույս։ Բնություն անհասկանալի է։ Չգիտես ինչի կարող եմ մի տեսակ բույսը, այս սրա հարյուրավոր տեսակներ կան, հարյուրավոր։ Ունենք մեծ սպիտակ և կանաչ, երանգով, տրադեսկանցիա, ունենք միայն քանակագույն տրադեսկանցիա, անկյունում դուք ունեք ես հետագայում ցույց կտամ տրադեսկանցիայի մասին, պարզապես գեղեցիկ։ Հաջորդ բույսը, որի մասին ուզում եմ խոսել, փորձենք անունը հարցնենք Լյուբայից, տեսնենք գիտի արդյոք ոնց է որ բույսը։ Որ բույսն է խոսում։ Կալանխոյ։ Ուզում եմ հենց այսօր ուսումնասիրել եմ մի լեգենդ Կալանխոյի մասին, թե ինչից է առաջացել Կալանխոյի անունը։ Ուրեմն 18-րդ դարում ինչ-որ նավավարական տենց ամսագիր գոյություն ունի, այնտեղ ընթերցել եմ, որ ռուս նավաստիները ճամփորդության ժամանակ մի նավաստի շատ ծանր հիվանդացել է տենդով և ոչ մի կերպ չեն կարողացել իրեն օգնել։ Թողել են հարավ-աֆրիկյան մի կղզում, հույս ունենալով, այսինքն ոչ թե հույս ունեն մտածել է, որ այնտեղ կմահանա իրենց ընկերը, հետադարձի ճանապարհին որոշել են այցելել տեսնեն ինչ վիճակում է և զարմանքս նկատել եմ, որ նավաստին կանգնած առողջ և ձեռքին ինչ-որ բույսի տերևներ ու նավաստին բղավել է կալանխո, այսինքն թարգմանությամբ դա նշանակում է բուժիչ, բուժել է նշանակում և իրենց ընկերոջը վերադարձնելով Կալանխոյի բույսի կտրոնների հետ հետագայում բազմացվել, տարածվել է այլ երկրներում։ Շնորհակալություն այս շրջանի համար։ Հանդիպենք ջերմոց։ Խնդրեմ, Սարյակ քլորոֆիտը